Ողջույն, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից մի քիչ առաջ եմ եկել տուն, մի քիչ տանը նստեցի, միտք արեցի, ինչ անեմ, որ մի բանի շահել եմ այսօր իմ տանը, հատկապես իմ բաղ ու բաղչուն, դրա համար էլ եկել եմ, այստեղ մի քիչ պտտվեմ, տենամ ինչ կարամ առաջ գցեմ էլի, գործերը սաղ կիսատա մնացել, ծառերի մի մասը էտել ու մնաց, մաքրելու, չաշկեն անելու, այդ հենց աչքս հազար գործի վրա, այս կողմն եմ մենակ մաքրել, արդեն գիտեք, տեսել եք, բայց այս կողմը կարելի ասել շատ աշխատանք ունեմ դեռ անելու. Ինչ արած, էլի ցրտին, ասենք կդիմանամ, կաշխատեմ, կտաքանամ, բայց քանի որ բարակ շաղ ա գալի, արդեն բոլորովին հնարավոր չի այգում ինչ որ մի գործ անեմ. Այս հենց, հազիվ էստեղ եմ, մոտենամ իմ խնձորենուն, որ արդեն համարյա թե ծաղիկները լրիվ բացվում է, մի հատ նայենք, հիանանք, այս տարվա նման ոչ մի անգամ դեռ չեր ծաղկել, անցյալ տարի 4 հատ խնձոր էր տվել, ու արդեն բերքի տակ ա մտնում, այս ծաղիկները վկա, ջան ուրախություն, ընդհանրապես նման դեպքերում, նայում ենք ու ժպտում, մեզ լավ ենք զգում, հետո կյանքը ինչ որտեղ հեշտանում է, ինչքան սիրուն է, չէ, կարմիր կոկոմները, սպիտակ թերթիկներով, դե ակլերս էլ ինչպես միշտ իրա ծուղրուղույով, ավելի հետարքիր է դարձնում, թե իմ առօրյան և թե ձեր, այստեղ մեծ տանձենին արդեն ծաղկաթափ ա եղել, ինչպես որ մյուս տանձենի, սալորենին, բալենին ու դեղցենին, կարալյոկներս կիսատ մնաց էտելու, այ, մի հատ մոտեցնեմ, տես աղցիկը, տեսնում եք, այն բարձր շիվերը պետք է անպայման կտրեմ, ուշանում է, այս անձրևը շատ է խանգարում, այսպես, սիրելիներս, ինչև է, տեսնում եք էլի ոնց է ամբուչանգը կապել, հավաքվել էստեղ, նստել սարերի վրա, հանգստանում է, նման օրերին, երբեմն ես բնության ես տարերքները սիրում եմ, որ սենց սիրուն բնութ հագրեմ, թե իմ մտքի խորքում ու թե ձեր հետ միասին, խաղաղ հանգիստ օր ա բացվել, բայց մինչև որ կգայի, որ այստեղ էլ շրջեմ, նայ մտքովս մի շատ հետարքիր բան անցել, հիմա եկեք միասին գնանք ու այդ հետարքիր բանը փնտրենք, քանի որ շատ երկար ժամանակ է, չեմ օգտագործել, այն ինչ որ հիմա միտքս ա եկել ու գնանք տեսնենք, այս էլ մեր սիրուն ակլորը, ոնց ա չէ, ուշադիր նայում մեզ, ջան, առաջ գնամ ուզածիս նայելու համար, նման եղանակներին հավերս էլ էստեղ ենտեղ հավաքվում են, խումբ է խումբ, մի մասը էստեղ է, այս պահին, ու թվում է թե հանգստանում են, իրենց սուր կտուցներով մաքրում են իրենց բմբուլները, և չեն ուզում թրջվել,
Մի փոքր էստեղ հետևենք իրենց վարքին։ Ընդհանրապես ամեն կենդանի շատ հետաքրքիր վարք ունի, չէ՞։ Այսպես։ Եվ կամաց առաջ շարժվեմ։ Չեմ ուզում խանգարել իրենց հանգիստը։ Նաև ձեր համար հետաքրքիր տեսարանը բաց չթողնեմ։ Այս էլ իմ սպիտակ աքլորի ծղրուղուն։ Այս մեկն էլ աքլոր, սա փոքր է։ Դեռ ծղրուղու չի կանչվում։ Քայլ առ քայլ մոտենում եմ, չխանգարելով աքլորներիս, հավիկներիս։ Կեսօրվա իրենց հանգստի ժամն է։ Քանի որ մեզ փոքր խնձորենին հետաքրքիր ձևով է ծաղկել, ուզեցի մոտենալ ու ձեզ էլ ցույց տալ։ Բայց այստեղ էլ տեսնում ենք իմ մյուս շատ սիրուն աքլորին։ Ամեքը յուրովի սիրուն են։ Բայց հիմա էլ ծաղիկները ցույց տամ խնձորենու։ Այսպես խիտ փնջով ծաղկել է։ Այս մի ճյուղն է այդ ձև։ Ու մեկ էլ էս մեկը։ Շաղն էլ նստել է ծաղիկների վրա ու ավելի է սիրուն։ Բայց արի ուտես, այս մի խնձորենից գոնե մի հատ ծաղիկ չունի։ Անցյալ տարի այնքան ծաղկեց, այնքան բերք տվեց, այս տարի հանգստի անցել ու չի ծաղկել։ Կխնամենք, կպաշտենք, եկող տարվա համար ավելի լավը կլինի։ Հավերս էլ ձայնիս վրա արդեն իրենց հանգստից կամաց գալիս են մոտս։ Այս էլ մյուս աքլորն է։ Սա էլ է շատ սիրուն։ Մյուսները դեռ հանգստանում են։ Օրինակ ես, որ գալիս եմ իմ բաղչեն, համ հիանում եմ, համ հիացնում ձեզ, շատ դժվարությունով եմ այդտեղից հեռանում, բայց քանի որ նպատակ ունենք փնտրելու այդ հետաքրքիր իրը, որը որ պետք է որ այստեղ լինեն պահած, գնանք փնտրենք։ Այս մեր պապենական աչարն է, սիրելի հետևորդներ ջան, գիտեք չէ, որ նման տիպի բանալիներին աչար են ասել։ Իսկ հիմա բացում ենք այդ աչարը, փորձեմ մեկ ձեռքով բացել։ Չէ, սխալ դրեցի։ Այսպես ասեմ, որ շատ է ցուրտ, ցրտից ձեռքերս կարմրել է։ Բացեմ։ Բացվեց։ Այդքան էլ բարդ բան չի, բայց ձեռքի համար էլի ոչինչ, ստացվեց։ Եվ ներս ենք մտնում։ Այս մեր չօգտագործվող նկուղն է, սիրելիներս։ Բաներ կան, որ այստեղ պահվում են, ինչ որտեղ պետքական, ինչ որտեղ հնություններ, ամեն դեպքում։ Քանի որ այդքան էլ չի օգտագործվում, լույսն էլ փչացել է ու այդպես էլ մնացել է։ Այստեղ մեր հին պապենական շիֆոներկի հայելին է, որի մեջ էլ ես երևում եմ։ Հիմա առաջ գնանք ու քանի որ մոտավոր գիտեմ, որ այստեղ պիտի լինեմ պահած, փնտրենք միասին, ես արդեն իսկ տեսնում եմ, որ այստեղ է, և այստեղ ափսոս որ մութ է, բայց ոչինչ։ Թեկուզ և գիտեմ, դուք հիմա մթություն եք տեսնում, բայց այնքան հետաքրքիր բաներ կտա, այստեղ ինչ ուներ, ուրեմն, ոյ։
Հետո ինչ ուզում էի, ահա, այստեղ է, բայց դուք դեռևս չեք կարող տեսնել, ահա, մի մասը երևում է, մի մասը մի կողմ դնեմ, նույնն է, որ կտանեմ վերև արդեն կտեսնենք, այստեղ ինչ եմ գտել, փայտի շերեփ, մեծ փայտի շերեփ եմ գտել, սա էլ կտանեմ վերև, այստեղ ինչ ունենք, ինչպիսի լավ բաներ եմ գտել, արի, շատ շուտ չօգտագործվող, կարևոր ու հետարքիր ամաններ, էս էլ սա, սիրելիներս կներեք, որ մթություն է, բայց ինչևէ, համբերատար սպասեք, այստեղ ինչ եմ գտել, ինչպիսի հետարքիր բան, նորից, իհարկե այդ ամենը որ տանեմ վերև, պետք է լավ լվանամ, էլ եմ հետաքրություն գտել, և կարևոր, թեպետ և կարևոր, բայց անտեսված, որտեղ, և բոլորիս հետ էլ այդ բանը կա, երբ որ կարևոր բաները չենք օգտագործում, մի կողմ ենք դնում, նորերն ենք գալիս, այստեղ ինչ ունենք, չէ, սա պետք չի որ տանեմ, այստեղ զակատ եմ գտել, պետք չի, այստեղ մսաղաց եմ գտել, պետք չի, քանի որ էլի ունեմ սրանից, բայց երևի սա էլ վերև տանեմ, կարելի է թարմություն գցնել, լավ հուշեր բերել, այդպես, ես ինքա, այս է կարևոր բան, բայց հիմա սրա ժամանակ չէ, այստեղ, վերջ, այսքանով բավարարվել եմ և բարձրանանք տուն։ Եկա, մթությունից դուրս եկա, սիրելիներս, ու այսքան բան եմ բերում տուն, բայց փոշու մեջ կորածա, պետքա լվանամ, բայց քանի էստեղ եմ, մի հատ ցույց տամ, թե ինչեր եմ գտել, բարձրացնեմ վերև, և սկսեմ ամենակարևորից, ես էլ այսպես տակ եմ հագնվել, քանի որ ձմեռվա պես ցուրտ է, համել ասեմ անձրևի վրա կա, լավ, տադամ, ովքեր ունեն սրանից, ովքեր են ունեցել և ովքեր են պահում, աքլորիֆորմայա սիրելիներս, անհիշելի ժամանակներից, չեմ օգտագործել, ահա, խնդրեմ, ուռա, լավ կլվանամ, որից հետո արդեն միասին կթխենք սիրելիներս, շատ ուրախացա, մտածում էի, որ երևի չեմ պահել, քանի որ երբեմն լինում է պահել, որ նման բաները չենք ուզում պահել, կամ մեկ ուրիշի ենք տալի, կամ էլ ուղղակի դեն ենք նետում, բայց բարեբախտաբար պահել եմ։ Այստեղ հացաման է, որը կարամ ուրիշ բանի օգտագործեմ, ոչ էլ գույնն է կորել, բայց այստեղ էլ սա հատկապես բերեցի, որ այստեղ ձու հավաքեմ։ Այս էլ այդ հին շերեփն է, անհիշելի ժամանակներից, մի ժամանակ շատ եմ օգտագործել, այստեղ թխված կյամաններ է, էլի փոշու մեջ կորած, այդ շիֆաներկի այդ կրծող միջատներ կան, չէ, որ փայտը կրծում են, դրանց փոշի մեջը հավաքված, ձվածև, թխվածքի ամաններն է, ու այս տարիներին, սիրելի հետևորդներ ջան, ինչքան էինք, չէ, երազում, որ այս ձևի ամաններ ունենանք, հետո 3 հարգանի տորտ թխենք, են էլ ձվածև, այս էլ սա, այս մեկը այդ մսաղացն է, որը օգտագործել ենք այն տարիներին, մակարոն սարքելու, բայց էլի սա վերև չբերեմ, սա էլի այստեղ կթողամ, իրա ֆորմաները բանը տեղ են, այս էլ է թխվածքի պղինձներ, այս էլ 2 հարգանին է, այս մեծը, հետո սա, կամ պեչի վրա ենք թխում, կամ էլ փռի մեջ, հետո էլի համառորեն այդ մուրը բանը սաղ մաքրում փայլացնում էինք, էլի, այսպես, հիմա այս ամեն ինչը վերցնեմ ու բարձրանամ տուն, անձրև ասկսվել, ես ուզում եմ ասեմ, չողունը վրա է կալել, դուրն էլ փակեմ, աչարը բլանքեմ, այս էլ պետք է ուժեղ տամ, որ այս դուրը լավ փակվի, ասենք, հետո գնամ տուն, բանալին դե ջևս տնեմ, աքլորս էլ վերցնեմ ու այս անձրևին թաղչեմ տուն, գնացինք, սիրելի հետևորդներ ջան, փոշու մեջ կորած, լավ հուշերով այս իրերը, վրա եմ հվաքել ստիրար միջի,
Հետո ճամփա եմ պհում ազրևի կտրվելուն։ Էս կաթելքի կշտինել ես կապուտաչա ծաղիկն ադուս եկել, որը գրեթե ամեն տեղ էլ աճում է։ Բայց ասեմ ես էլ ունի շատ լավ հուշեր կապված մեր մանկության տարիների հետ։ Չգիտեմ հիմիկ վայրեխեքը սրանից բան են հասկանում թե չէ, բայց ես որ սրանից շատ եմ վայելել իմ մանկության տարիներին, ինքը մեղրատ ու բույս է համարվում, սիրելիներս, ու բնության հրաշքներից մեկն է համարվում։ Մենք էլ մեր փոքր ժամանակ հայթայթում ենք նման համով բաներ, աչք ծակող, աչք շոյող ծառուծաղիկը համտեսում էինք։ Եթե դուք էլ եք համտեսել ես կապուտաչա ծաղիկը, կարող եք գրել ինձ, սիրելիներս։ Մեղուն սրանից շատ առատ նեկտար է տանում, դե մանուկներն էլ պրպտում, իրանց բերանի համը իմացող, ինչպես որ ես, և երևի դուք էլ շատերդ, այս կապույտ ծաղիկները առանձին քաշում էին զգուշորեն, հետո մեր լեզվի վրա կաթեցնում այդ քաղցր նեկտարը, առանց գիտակցելու երևի, որ դա նեկտար է, ուղղակի մեզ գրավում էր, մեզ դուր էր գալի ու այդ գործողությունը կատարում էինք, վայելում էինք ու վայելում։ Մի քիչ էլ կաթիլքի ձայնը լսենք, քանի որ երբ որ տանիքներից կաթում անձրևը կամաց, էդ էլ է շատ հանգստացնող երևույթ։ Մի փոքր էլ սպասեմ ու բարձրանամ տուն։ Հավերս ու աքլորներս էլ են սպասում անձրևը կտրվելուն, հենց որ կտրվի վազտան քուջուջանելու։ Վարար անձրև ա գալիս, սիրելիներս, անդադար գալիս է, այս հին իրերն էլ մի ջուր լվացել եմ, դրա համար մի հատ էստեղ հատակին դնեմ, և արժե մի հատ կոֆե խմենք իրար հետ։ Ահա, եկել եմ ու կոֆե չեմ խմել, անմիջապես գնացի, թե ինձ բաղջում պտտվեցի, ձեզ էլ հետս տարա, ու մի հատ կոֆե խմենք իրար հետ, դուք էլ ձեր կոֆեն դրեք, միացեք ինձ, և ես մի քանի րոպեն էլի հավեսով անցկացնենք, չմոռանաք նաև լայքել, սրտիկներ ուղարկել, ինչպես միշտ լավ տողեր ուղարկել ինձ և ուրախացնել այդ ամեն ինչով։ Ահա, կոֆես էլ ավերջանում պիտի գնեի, մոռացել եմ, այսպես, մինչև որ սա կերա, հիմա մի հատ էլ խոսենք սրանից, այսպես, սիրելի հետևորդներ ջան, այստեղ բաներ կա, որ իմ օժիտից է մնացել, օրինակ սա իմ օժիտից է, և այդ տարիներին իսկապես նման բաները երազանք է, դե հացամանը ես եմ գնել, ուղղակի այդպես, էլ չեմ օգտագործել, դեն էլ չեմ նետել, այդտեղ, այս էլ է սերաճուտիկը, նորից օժիտից, այս ամեն ինչը սիրելիներս, հատուկ լավ սպիտակեցնող նյութերով, եռմանջրով, պետք է լավ լվանամ, որ նոր կարողանամ օգտագործել, բա սրանք, այս էլ էր մեր կյանքի երազանքը այդ տարիներին, եթե դուք էլ ունեք, ինչպես որ ասեցի, եթե պահում եք, հանեք և նորից օգտագործեք սիրելիներս, հատկապես երբ որ օժիտից է մնացել այս լավ իրերը, քանի որ մեր ծնողները այն կոպեկ հավաքում էին այդ տարիներին, որ ամեն ինչով ապահոված լինեն մեզ։ Այս շերեփը արդեն օժիտի չի, բայց չգիտեմ էլ թե ով է այս սարքել, շատ եմ օգտագործել, երբ որ սար ենք գնում ու ասենք ջիլը հունցելու, ջիլ պանիրը, թել պանիրը, գիտեք չէ, դրա հունցելու շերեփն է, նաև ունեմ մի հատ շատ երկարը ու ես էլ հարմար։ Հիմա ուզում եմ, որ սա այստեղ կախեմ,
մտքովս մի լավ բան անցել, ինձ թվում է դրան հատուկ ձևերով կրակապատեմ ու վրան նկարներ կանեմ, տեսնենք ինչպես կստացվի, իսկ սա, այս մեկը, այս ընկերությունը, այս մի կողմ դնեմ չխանգարի, մի հատ էլ կոֆեսը չթափվի, ոյ, այս այսպես թեքվում է, դրա համար միշտ չեմ ուզեցել, որ սրան ունենամ, ոչինչ, կհարմարվեմ, հիմա սիրելիներս, մեր աքլորի ֆորման, շատ ուժեղ ձևի պիտի մաքրեմ, լավ սպիտակեցնեմ, որ կարողանամ նոր աքլոր թխել և արդեն հաջորդ վլոգներում սա կկատարեմ, այսօր հնարավոր չի, ինչքան է որ սրտով ուզենամ, այս ձևով չեմ կարող աքլորը թխել և բաղադրատոմսով և թխելու ընթացքով ձեր հետ անպայման կկիսվեմ, հատկապես որ սուրբ Զատիկն է մոտենում, սա համարվում է Զատիկի սեղանի զարդ և վերջին տարիներին այդպես տարածվել է, որ նապաստակներ ենք չէ դնում սեղանին, նապաստակը և կուլիչը ոչ հայկական ավանդույթ է, սիրելիներս կուլիչն էլ ռուսական ավանդույթ է, մեր ավանդույթը կաթնահունցն է և իհարկե աքլորը, գառնուկը, ձուկը, խնդրում եմ, որ հիշեք այս կարևոր բանը և մեր հայկականը պատրաստենք մեր զատկական սեղաններին, սիրելիներս, այսպես, աքլորիկ, բայց քանի որ մինչև որ աքլորը կթխենք, երևի մի հատ էլ աքլոր մորթեմ, այսօր նաև աչք կադրել եմ, թե որը պետք է մորթեմ, դա էլ արդեն վաղը, այսօր արդեն չեմ հասցնի, սիրելիներս, հիմա հետևեմ, որ իմ կոֆեն լինի, հետո միասին կգնանք համ հավերին ցորեն կտանք, համ էլ ձուն կհավաքենք, այս հացամանը կդառնա ձվաման, այսպես, մենակ թե անհանգստանում եմ, թե այս անձրևին ոնց եմ հավերից ցորեն տալու, շատ վար արեց այս ընթացքում, իմ կոֆեն եղավ, բաժակն էլ եմ էստեղ բերել, հիմա կոֆեն կլցնեմ, սիրելիներս, և մինչև կհովանա կդառնա խմելու, ավելի կարևոր եմ համարում գնամ համ հավերին կուտը տամ, ժամը չանցնի էլի, ձուն էլ կհավաքեմ, իհարկե ձեզ էլ ինձ հետ կտանեմ, էստեղ էլ սա կծածկեմ իմ կոֆեն, ահա, հացամանը էստեղ թույլ չտալի, որ երևա, այսպես կծածկեմ, սա էլ հերցնեմ էստեղից, և արդեն իսկ գնանք հավերի ցորենը տալու, ձուն հավաքելու, գնացինք։ Անձրևը մի քիչ կտրվել է, բարակել է, էլի, կարամ գնամ արդեն կուտը տամ, բայց լամիատեհեք, թե ինչ ամբեր է հվակվել, մանավանդ ճոճկան ագլխին, դե գնամ, քանի դեռ անձրևը բարակ է, հասցնեմ, ձայնս լսեցին եկան, եկեք սիրուններ ջան, ծաղիկներս էլ դեռ լավ վիճակում են, հավերս չեն վնասում, դե գնացինք, եկեք, ջու, եկեք սիրուններ ջան, եկեք, ջու, ստիպատի որքումը կտամ, ես մի կուրը հարմար է, էլի, թրջվել են հավերս, Ռիվ չանեք, սաղի դեպ կհասնի, մի հատ էլ հաշվեմ, Ռիվը ստեղ են, դե գնանք ձուն հավաքենք, սիրելի հետևորդներ ջան, ձևը գտել եմ, թե ոնց անեմ մթության մեջ, դուք էլ տեսնեք, և հիմա եկեք միասին, տեսնենք ինչքան ձև կա այստեղ, ուրա, ջան եմ ասել է, կարմիր ու սպիտակ ձվերը, ոյ, այս մեկն էլ, ահա, տեսեք, երբ որ հավը նոր է սկսում ձվածել, այս հենց է լինում, դե իհարկե, օգտագործելուց առաջ պիտի անպայման լվանամ, հիմա այստեղ չէ,
ոնց անեմ, որ համ հավաքեմ, համ էլ մի հատ սաբերեմ ստեղ, թե չէ չկոտրենք էլի, և հիմա ստեղից վերցնեմ, այսպես, շունչս պահած, այսպես, հավաքում եմ, ակլորիկ, բարկանում ես աղաջան, գիտեք չէ ակլորները նման դեպքում հավաքվում են, որ տենան հավերի ձվատեղը ինչ է կատարվում, ու այսպես ուրախ սրտով գնանք տուն էլի։ Սիրելի հետևորդներ ջան, հազիվ հասցրեցի, կուտը տվեցի, ձուն հավաքեցի ու էլի վարար անձրև ասկսվել, տեսակ թե ինչքան ձու հավաքեցի, ասեմ որ այս օրերին էլի հավաքում եմ, այստեղ, ահա ունեմ այսքան, հիմա սա էլ կավելացնեմ այստեղ, գեղեցիկ ձևով կդասավորեմ, ասեմ որ երբ որ ձուն ուզում եմ պահել, հատկապես երբ որ գիտենք որ դեմը զատիկն է և մեզ շատ ձու է հարկավոր, թե վաճառքի, թե մեր սեղանների, կարող ենք առանց լվանալու պահել, սառը և մութ վայրում, բոլորովին պարտադիր չէ, որ սառնանի մեջ պահենք, ես էլ անկեղծ չեմ սիրում սառնանում պահած ձուն, մի տեսակ փոխվում է, և իմ երկար տարիների փորձից կարող եմ ձեզ խորհուրդ տալ, որ ձուն պահեք սառը և մութ վայրում առանց լվանալու, օգտագործելուց առաջ նոր միայն լվանալ, սիրելիներս։ Հիմա նաև ուզում եմ շտապել իմ կոֆեն վայելել, քանի որ արդեն ժամանակը կլինի և խմելու համար ինձ հարմար կլինի, այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչքան սիրուն է նայվում այս ամանի մեջ, չնայած որ շատ եմ սիրում ձու հավաքելու համար փոքր զամբյուղ ունենալ, միգուցե դա էլ ձեռք բերեմ, կհետաքրքրվեմ խանութներում և փոքր զամբյուղ ձեռք կբերեմ ավելի հետաքրքիր ձուն հավաքելու համար։ Իսկ հիմա շտապեմ իմ կոֆեն վայելել, ահա սիրելիներս, և այս վլոգը մոնտաժ անել, կարգավորել և հասցնեմ մատուցել ձեզ այսօր դիտելու համար։ Առայժմ սիրելիներս